Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր եւս իմ խոհանոցում պահածո է, դե քանի արդեն հատապտուղները, մրգերը սկսել են առատ շուկաներում հայտնվելը, սեզոնն է, ես յուրաքանչյուրից քիչ քանակով պարտադիր պետք է պահածոացնեմ, որպեսզի խանութից չօգտվեմ։ Այսօր որոշել եմ ելակի ջեմ պատրաստել, ելակի հյութը մոխիտո պատրաստել եմ, ելակի մուրաբա անցյալ տարվանից ունեմ, հիմա ուզում եմ ջեմ պատրաստեմ։ Կլինեն դեպքեր, երբ կցանկանամ չիզկեյքեր պատրաստել կամ ռուլետներ պատրաստել, կհանեմ ու կօգտագործեմ, կամ ինչու՞ չէ, կարագով, կարագի վրա կքսենք, երեխաները կուտեն, նախաճաշ կանեն։ Ելակը լվացած մաքրած է, մեծ ու մանր հատապտուղ է, չեմ նայել, որ հատընտիր ելակներ լինեն, 1 կիլոգրամ ելակի համար վերցրել եմ 800 գրամ շաքարավազ, լցրել եմ, լավ խառնել եմ, 2 ժամը մեկ խառնել եմ երեկոյան, լավ շաքարավազը լուծվել է, հիմա արդեն առավոտ է, գործը շարունակում եմ, առավոտյան, որպեսզի նկարելուց մի քիչ նկարներս պարզ լինեն, հատուկ ձեր համար, երեսից հավաքելու եմ ելակները, լավ օշարակ է դուրս տվել, հյութ է դուրս տվել, ես ջուր չեմ լցրել և չեմ էլ լցնելու, հիմա հավաքած այս ելակները պետք է բլենդերով հարեմ, չարժե էլ օշարակի հետ մեկտեղ հարել, հենց ինքը իրենով 2 պտույտ լինի բավական է։ Ինչ ամանի մեջ ուզում եք դուք կլցնեք կհարեք, ես այնտեղ ապակու ամանի մեջ ավելացրեցի, բայց հարելուց ամբողջ շուրջս ելակի ծեփ էր անում, դրա համար նորից դատարկելու եմ այս ամանի մեջ, հատուկ բլենդերի ամանի մեջ, այդտեղ էլ հենց հարեմ։ Հատապտուղը հարելուց, ինչպես տեսնում եք, մի քիչ գույնը բացվում է և բացի այդ էլ արդեն ելակի հատիկները իրենց գույնը տվել են օշարակին և այստեղ հարելուց փրփուրանման այդ զանգվածը պյուրեն մի քիչ բաց գույն է ունենում, բայց հետո եփելու ընթացքում ընդհանուր գույնը կարմրելու է։ Մի լավ խառնում ենք մինչև մասսան միատարր լինի և կդնեմ գազի վրա եփելու, մոտավորապես եփելու եմ 2 ժամ, մինչև դե պնդի, ինչպես տեսաք, քանի որ իմ տարան ներժից է և հնարավոր է, որ այրվի, վնասվի մեր ջեմը, համը փոխվի, մի խոսքով և ներժը ունի նման հատկություն, գազի վրա երկաթե թիթեղ դրեք, նոր նմանատիպ տարաները դրեք, որ չայրվի և չկպնի։ Ահա սիրելիներս, եփել եմ մոտավորապես 1 ժամ, տեսեք քիչ-քիչ արդեն պնդում է, խտանում է ջեմը և ինչպես տեսնում եք երեսի փրփուրը չեմ հավաքել։ Սիրելիներս, 1 ժամ եռալուց հետո ավելացնում եմ կես կիտրոնի հյութ, թարմը քամած հյութ էր, դա ավելացնում եմ և նորից սկսում եմ խառնելը, թողնելու եմ այսպես 1 ժամ էլ մարմանդ կրակով եփվի, երեսի փրփուրը չեմ հավաքում, վերջում ցույց կտամ, թե ինչ եմ անում։ Ահա սիրելիներս, մի 20 րոպե էլ եփում է և ջեմը պատրաստ է, հիմա կլցնեմ մի փոքր ափսեի մեջ, մոտավորապես կտեսնենք, թե սառելուց հետո ինչպիսինն է, ուրեմն մեծ ամանի մեջ, քանի որ մի քիչ շատ է լցրած, այնտեղ չի երևա եփված է թե ոչ, խտությունը կտեսնենք, բայց պատրաստ լինելը ոչ, դրա համար լցնում ենք ավելի քիչ չափով ափսեի մեջ, որպեսզի գդալով ետու առաջ անենք և այդ փոսիկը չմոտիկանա, գիծը պետք է մնա և դա մեզ ապացույց կլինի, որ ջեմն արդեն եփվել է։ Հերթը հասավ վրայի փրփուրին, սիրելիներս, ուրեմն մի 30 տարի առաջ, որտեղ որ ապրել եմ, հարևանուհիներս նման ձև էին պահածոացնում մուրաբաներն ու ջեմերը և ես էլ սովորել եմ իրենցից։ Երեսի փրփուրը հավաքում են արդեն եփելուց հետո,
որ երեսին մնում է, հավաքում են առանցին ամանի մեջ և երբ արդեն ջեմը լցնում են կամ մուրաբան լցնում են բանկաների մեջ, այդ փրփուրը գդալով լցնում են վերջում մուրաբայի վրա ու կափարիչով փակում։ Ահա սիրելիներս, տեսեք, լավ սառել է արդեն մուրաբան, առանցին վերցրած չափաբաժինն է սա։ Հիմա սա տակ-տակ կլցնեմ բանկաների մեջ, բայց չեմ պահածոացնի։ Կթողնեմ ամբողջությամբ կսառի, հետո նոր կափարիչները կփակեմ։ Սիրելիներս, պահածոների ժամանակ հաշվի առեք պտուղի քաշը, այսինքն երբ որ 1,5 կիլոգրամ ելակը գնեք պահածոացնեք, իմացեք, որ կստացվի 1,5 կիլոգրամ բանկայով պահածո և ես հենց դրանով էլ առաջնորդվում եմ, դա մեզ օգնում է պտուղը միրգը բանջարեղենը գնելուց։ Ահա սիրելիներս, լցնելուց հետո ավելացնում եմ վերջին հավաքած փրփուրը և կթողնեմ կսառի, հետո կպահածոացնեմ։ Այսքանը սիրելիներս, սա էի ձեզ համար պատրաստել, շատ համեղ ստացվեց, շատ լավ ստացվեց, գեղեցիկ գույնը պահպանվեց, փորձեք, դուք էլ պատրաստեք, ովքեր բաժանորդագրված չեն, թող բաժանորդագրվեն, եթե պատահական եմ հանդիպել իրենց իմ ալիքով, իսկ ովքեր բաժանորդագրված են, անչափ շնորհակալ եմ իրենց դիտելու համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։